Esti համացեք։ Զորի բացավայք, բարի կիծով նվացեք։ Ոմո, չաբի, գին, վացքեղեն, esti համացեք, ոգտվացեք։ 4 տարվա դադարից հետո Լոռիում դարձյալ անցկացվեց բերքի տոն։ 4 տասնյակ տաղավարներում մարզի տեղական արտադրանքն է ներկայացված։ Բոլոր համայնքները ջանացել են, որ իրենց բերքն ու բարիքը առավելագույնս մատուցեն։ Ուրախ ենք, շատ ուրախ ենք, շնորհակալ ենք մեզ վստահողներին, ովքեր որ որոշել են, որ կայանա ամբողջ մարզի բերքի տոնը Դսեղում։ 37 տարի արդեն մենք մրցանակ ենք շահում։ Այս անգամ կտեսնենք ոնց կգնահատեն Դսեղը ամեն ինչով իրեն ավանդական ուտեստներով իրեն պատրաստած բնական մաղադրիչներով ունի եւ տնական գաթա եւ կոտլետ, այն կարծացեք, ծլեցրած ցորենով կոտլետ։ Ունենք նաեւ արցախցիների կողմից պատրաստված փախլավա, տնական հավ։ Հյուրերը շրջում են տաղավարներով, համտեսում ու գնահատական տալիս գյուղացու այս տարվա տքնաջան աշխատանքին։ Ուտեստներ, պտուղ բանջարեղեն ու գեղարվեստական համարներ։ Համայնքները կարևորում են գյուղատնտեսական այս միջոցառումը եւ պատրաստվել են հավուր պատշաճի։ Իհարկե ինքը ունի իր մեջ շատ մեծ մոտիվացիա։ Մարդիկ ծանոթանում են իրար հետ, տարբեր համայնքներ շփվում են իրար հետ, փորձի փոխանակում են անում, մի քիչ բարձրանալով ցույց են տալիս իրենց ստացած բերքը։ Այսօրվա տոնակատարությանը մենք ներկայացրել ենք Ստեփանավանը իր 3 վարչական բնակավայրերով, Արմանի, Սուրասար, Կատնախյուր։ Ներկայացրել ենք ժողովրդի արարած բերք ու բարիքը ստացած նմուշները եւ առիթից օգտվելով ուզում եմ բոլորին շնորհավորել այսօրվա տոնակատարության կապակցությամբ, թող մեր երկրին խաղաղություն լինի, որպեսզի խաղաղ երկնքի տակ ապրեն, ծաղկեն, արարեն մեր ժողովուրդը։ Այս տոնակատարությանը ներկայանում ենք մենք 9 բնակավայրերով Լոռի բերդամայնքն ենք ներկայացնում, համայնքի բերք ու բարիքը, երեխաների ձեռքի աշխատանքներ։ Մարզպետի խոսքով գյուղատնտեսության մեջ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար պետք է ավանդականից ինտենսիվի անցնել։ Բավականին տպավորված եմ, որովհետև տեսնում եմ գյուղատնտեսական արտադրանքներ, հատապտուղներ ու շատ զարմանում եմ, որ օրինակ մարզում հապալաս է աճեցվում, որը փաստորեն ոչ միայն Գարգատ գյուղում է, արդեն տարածվել է նաև Հարևան գյուղեր, դա բարձրաժեք մշակաբույս է։ Եվ շատ ուրախ եմ, որ խոսքում էլ նշեցի, որ պետք է ինքնակրթվենք, պետք է զարգանանք, որովհետև աշխարհը մեր շուրջը փոխվում է նաև գյուղատնտեսությունը։ Ու շատ կարևոր է նաև իրազեկման պատշաճ ակցիաներ իրականացնելով մարզպետի աշխատակազմի կողմից մեծացնել էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված գյուղատնտեսական աջակցության ծրագրերից գյուղացու օգտվելու թիվը։ Դա շատ կարևոր է, որովհետև այդ ծրագրերը արված են ի վերջո գյուղացու համար, բայց շատ հաճախ մնում է սեղանին։ Իրազեկման խնդիր է կարծում։ Կառավարության նիստում փոխհատուցումները հաստատվեցին, դուք տեսաք, նաև կարգուտի հետ կապված վնասների, բայց մենք այս տրամաբանությունը պետքա չեղտենք։ Պետք է աստիճանաբար գնանք դեպի կարգապաշտպան ցանցերի կիրառություն։ Դրա համար կառավարությունը սահմանել է 50% փոխհատուցում ծախսերի։ Կարկտաբեր բնակավայրերի ցանկ է սահմանվել ավելի ռիսկային, որտեղ փոխհատուցման չափը հասնում է 75%-ի։ Ես սա նկատի ունեմ, որ ասում եմ պետական աջակցության ծրագրերից պետք է գյուղացին սկսի օգտվել։ Սա նոր բան է, ես դա եմ հասկանում եւ ինքնակրթվել ասելով սա նկատի ունեմ։ Մենք գյուղատնտեսության տրամաբանությունը ավանդականից պետքա փոխենք ինտենսիվի։ Սա չանենք անընդհատ նույն խնդիրների ենք բախվել։ Բերքի տոն 2025-ին շնորհակալագրեր հանձնվեցին ինչպես միջոցառման աջակիցներին, այնպես էլ գյուղատնտեսներին տարբեր անվանակարգերում ներկայացված, իսկ տարվա լավագույն համայնքը Լոռի բերդն էր։ Բերքի տոն 2025 միջոցառումից անմասն չէին նաև մշակութային համարները, երաժշտական ու պարային կատարումները։ Անահիտ Կարապետյան, Թերեզա Հայրապետյան, Թղթաբանակ, Դսեղ։